Աղցք պատմամշակութային արգելոց։ Աղցքը հայ պատմագրության մեջ առաջին անգամ հիշատակում են Փավստոս Բուզանդը և Մովսես Խորենացին։ Նկարագրելով Սասանյան Պարսկաստանի Շապուհ Բ արքայի 359 թվականի դեպի Հայաստան կազմակերպած արշավանքը, նրանք պատմում են Դարանաղյաց գավառի Անի կամախ ամրոցից հայոց արքաների ոսկորների հափշտակման, վերադարձնելու, ապա աղցքում ամփոփելու դեպքերը։ Ըստ Փավստոս Բուզանդի, սպարապետ Վասակ Մամիկոնյանը զենքի ուժով հայոց արքաների ոսկորները վերադարձնելով ամփոփում է իր գևխն, որ աղցք անուանին։ Աղցքը, ինչպես մեկնաբանում է Մովսես Խորենացին, ընտրվում է վաղարշապատի փոխարեն, որովհետև ոչ գիտացին ընտրել զոսկերս հեթանոսած և հավատացելոց զի ընդ միմեան սեր խառնակյալ գերողացն։ Հնագիտական հետազոտությունները վկայում են, որ աղցքը հիմնվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում և հարատևել մինչև ուշ միջնադար։ Արգելոցը ներառում է արքաների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ։ Հուշահամալիրի տարածքը մինչև 20-րդ դարի առաջին կեսը հնագիտական պեղումներ չեն իրականացվել։ 1973-ից 1975 թվականներին այստեղ կազմակերպվել են մասնակի պեղման, ամպրակայման, վերականգնման, բարեկարգման աշխատանքներ։ Վերջին պեղումները համալիրի տարածքում բարեկարգման և չափագրման աշխատանքների հետ համատեղ իրականացվել են 2001-ից 2002 և 2015-ից 2017 թվականներին։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի որոշմամբ աղցք հնավայրը հռչակվել է պատմամշակութային արգելոց, ներառվելով ՀՀԿԳՄՍ նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՕԱԿ-ի կազմում։ Արքաների դամբարանը։ Արքաների դամբարանը հուշարձանախմբի առանցքային շինությունն է, կառուցված է կթաշաղախով կապակցված սև և կարմիր սրբատաշ տուֆ քարերից։ Ընդունված տեսակետի համաձայն դամբարանը կառուցվել է 364 թվականին։ Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի, որից միայն ստորին կիսագետնափոր հարկն է պահպանվել։ Արևմտյան կողմի միակ մուտքին հպված է թաղածածկ նախասրահը։ Մուտքի բացվածքը աջ և ձախ կողմից եզերված է միակտոր քարերից ձևավորված պարզ սյուներով, որոնց վրա դրված է բարավորի հարթ քարը, զարդարված հորիզոնական առվակաձև գծերով։ Բարավորի վրա էլ դրված է կիսաշրջանաձև ճակատակալ քարը, որը եզերվում է վաղ միջնադարում լայնորեն տարածված բեռնաթափիչ կամարով։ Դամբարանի առաջին հարկն արտաքուստ ուղղանկյուն արևելքից արևմուտք ձգված ներքուստ խաչաձև հորինվածքով թաղակապ շինություն է։ Արևելյան մասում է կիսաշրջանաձև հատակագծով աբսիդը։ Հյուսիսային և հարավային երկայնական պատերի կենտրոնական հատվածներում պայտաձև թաղերով ծածկված ուղղանկյուն խորշեր առ կասոլիներ են։ Սրանց բացվածքների ստորին հատվածները ծածկված են հատուկ փորվածներում ամրացված կարմիր և սև տուֆե երկուական բարակ սալով։ Ենթադրվում է, որ այս արկասոլիներում զետեղել են հայոց արքաների ոսկորները։ Մեկ այլ վարկածի համաձայն, որի հիմքում 2016 թվականի պեղումների արդյունքներ են, հայոց արքաների մասունքները ամփոփվել են եկեղեցու խորանի առջև, սալահատակի ներքո հայտնաբերված վաղ միջնադարյան 3 տուֆակերտ սնդուկ մասունքատուփերում։